Հանրապետական կուսակցության եւ Հայ-Հեղափոխական դաշնակցության միջև իրականացում էր քննարկումներ քաղաքական համաձայնագիր կնքելու եւ այդ 3 կնքվել է եւ 3 պորտֆելներ հատկացվել է Հայ-Հեղափոխական դաշնակցության կուսակցությանը եւ ուզում եմ նորանշանակ նախարարներ պարոն Մինասյանին, էկոնոմիկայի նախարարին, տարածքային կառավարման եւ զարգացման նախարար պարոն Լոքյանին, կրթության եւ գիտության նախարար պարոն Մկրտչյանին շնորհավորել եւ ցանկանալ բեղմնավոր աշխատանք։ Եվ նաեւ պարոն Երիսյանին, որ վերանշանակվել է արտակարգ իրավիճակների նախարար։ Հարգելի գործընկերներ, այս ամսվա ընթացքում հանրային քննարկման առարկա է դարձել Եվրասիական տնտեսական միության երկրներից մեր քաղաքացիների կողմից ներկրված մեքենաների ավելացած արժեքի հարկով հարկման խնդիրը։ Խնդիրը Եվրասիական տնտեսական միության համար նոր չէ։ Ղազախստանը եւս գործել է նման անցումային սահմանափակում։ Խնդիրը նոր չէ նաեւ մեր տնտեսական քաղաքականության օրակարգում ընդգրկվածության տեսակետից։ Վերջին 1 տարվա ընթացքում Հայաստանի Հանրապետության կառավարությունը անդադար եւ ակտիվ քննարկումներ է ունեցել Եվրասիական տնտեսական միության իր գործընկերների հետ առևտրի հիմնական խոչընդոտ հանդիսացող ավելացած արժեքի հարկի անկատար մեխանիզմների վերացման ուղղությամբ։ Քննարկելով հարցը Հայաստանի Հանրապետության նախագահի հետ մենք որոշել ենք վերանայել այս ոլորտը կարգավորող օրենսդրությունը։ Առաջարկում եմ օրակարգ լրացուցիչ հարց մտցնել Եվրասիական տնտեսական միության երկրներից մեր քաղաքացիների կողմից ներկրված մեքենաների ավելացած արժեքի հարկով հարկման անցումային դրույթները վերացնելու վերաբերյալ։